Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներուն առաջին գիրքը երրորդ գլուխ Դավիթ թագավորին որդիները։ Ահավասի Կեփրոնի մեջ Դավիթի ծնած որդիները Անտրանիգը Ամնոն Հեզրայելացի Ակինոամեն, երկրորդը Դանիել Գարմելացի Ապիկիայեն, երրորդը Ապիսողոմ Կեսուրի թագավորին Թոլմի աղջիկին Մաակայի որդին, չորրորդը Ադոնիա Ակիթի որդին, հինգերորդը Սապադիա Ապիդալեն, վեցերորդը Հետրամ իր գնոջմեն Եգղայեն։ Այս վեցը անոր ծնան Կեփրոնի մեջ, հոն 7 տարի ու 6 ամիս թագավորեց, իսկ Երուսաղեմի մեջ 33 տարի թագավորեց։ Երուսաղեմի մեջ հետևյալներ ծնան անոր. Սամաա, Սովփապ, Նաթան եւ Սողոմոն։ Այս 4-ը Ամիելի աղջիկեն Փետսապեեն ծնան։ Նաեւ Հեփար, Եղիսամա, Եղիփաղետ, Նոքա, Նապեկ, Յապիե, Եղիսամա, Եղիաթա ու Եղիփաղետ, ասոնք 9 էին։ Բոլորն ալ Դավիթի որդիներն էին, Հարջերուն որդիներեն եւ անոնց կրոջմեն Թամարեն զատ։ Սողոմոն թագավորին զարմը։ Սողոմոնի որդին էր Ռոփովամ, անոր որդին Ափիա, անոր որդին Ասա, անոր որդին Հովսափատ, անոր որդին Հովրամ, անոր որդին Վոկոզիա, անոր որդին Հովաս, անոր որդին Ամասիա, անոր որդին Ազարիա, անոր որդին Հովաթամ, անոր որդին Աքազ, անոր որդին Եզեկիա, անոր որդին Մանասե, անոր որդին Ամոն, անոր որդին Հովսիա։ Հովսիայի որդիներն էին Անտրանիգը Հոհաննան, երկրորդը Հովագիմ, երրորդը Սեթեգիա, չորրորդը Սեղում։ Հովագիմի որդիներն էին անոր որդին Հեկոնիա, անոր որդին Սեթեգիա։ Հեկոնիայի որդիներն էին Ասիր, անոր որդին Սաղաթիել, նաև Մեխկիրամ, Փաթայա, Սանեսար, Հեգամիա, Օվսամա ու Նաթափիա։ Փաթայայի որդիներն էին Զորափապել եւ Սեմեի։ Զորափապելի որդիները Մեսուղամ ու Անանիա եւ անոնց քույրը Սաղումիտ, նաեւ Ասուրա, Վոհող, Փարսակիա, Ասաթիա եւ Հովսափեսեթ 5 էին։ Անանիայի որդիներն էին Փաղադիա ու Եսայի, Հրափայայի որդիները, Որնայի որդիները, Աբթիայի որդիները, Սեքենիայի որդիները, Սեքենիայի որդիներ Սեմայա, Սեմայայի որդիները Քեդուս, Իքաղ, Փերիա, Նաիրիա ու Սապատ 6 էին։ Նափիայի որդիները Եղյովենայի, Եզեգիա ու Եզրիգամ 3 էին։ Եղյովենայի որդիները Օֆթվիա, Եղիասիբ, Փաղայա, Ագուբ, Հոհաննան, Թաղայի եւ Անանի 7 էին։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։